Տարածված է լավ տղամարդը, լավ տղենեն է, ով գողություն անում ու չի բռնվում, կարող է լավ գցի, կարևորը փողը լինի։ Ագնարկներ էին անում մարդիկ, որ ես ինչ տղամարդ է, որ փեմպերս է փոխում։ Կինս է իմ թիկունքս, իմ հենարանը։ Ոնց ես կարամ ավելի քիչ վաստակեմ, քան իմ սկզբից ընկերուհին, իսկ հետո կինը, դու սկսեցի մտածել, օքեյ, խի։ Մենք կարգին տղա էիր, գնացիր թատրոն, փչացար։ Օգրուց ոնց որ երեխաները սովորեին նախաճաշը բաբանա պատրաստում։ Կարող է իրանց տուն հյուր գնային, տենային ամուսինը ափսեներ ա լվանում ու հետևից բեսամ խոսում էին։ Կանանց ազատագրումը չի աշխատի, եթե տղամարդիկ շարունակեն մնալ գաղափարներում եւ փորձեն ուժեղ լինել ոչ թե կնոջ կողքին, այլ կնոջ հաշվին։ Տարիներ շարունակ խոսել եւ խոսվում է կանանց ազատագրման մասին, մեր իրավունքներից, հավասար հնարավորություններից։ Ես էլ եմ դա անում։ Սրանք շատ կարեւոր եւ արդիական թեմաներ են։ Ինչ որ պահից որոշակի աշխատանք տանելուց հետո գալիս է այն գիտակցումը, որ էմանսիպացիան չի կարող ամբողջական լինել միայն մի կողմից։ Եթե կանայք ազատագրվում են, իսկ տղամարդիկ շարունակում են մնալ հին սոցիալական գաղափարների մեջ, ապա հասարակությունը չի հասնի հավասարակշռված եւ առողջ զարգացման։ Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք փաստում են, որ այն տղամարդիկ, ովքեր ազատ են, այսպես ասած, ավանդական կարծրատիպերից, նրանց կյանքի որակը ավելի բարձր է, հարաբերությունները ավելի առողջ են, մասնագիտական ձեռքբերումները ավելի կայուն են։ Այսինքն ազատագրումը ոչ միայն օգնում է կանանց, այլև շատ օգուտներ է տալիս տղամարդկան։ Տղամարդկային ինքնությունը չի սահմանափակվում միայն մեկ մոդելով։ Տղամարդկանության շատ տարբեր ձևեր կարող են լինել, հաջողակ, կայացած եւ լիարժեք, առանց կնոջը ճնշելու կամ իշխելու անհրաժեշտության։ Ազատագրված տղամարդիկ ֆիլմաշարի հերոսների պատմությունների մոտ ավելի ամրապնդեցին այս միտքը եւ շատ կարեւոր է նման օրինակները նկատել, աջակցել եւ իհարկե տարածել։